Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձենալու կամ այլ ուղղությամբ շարժվելու որոշումը պետք է կայացվի ելնելով հայ ժողովրդի շահերից։ Այդ որոշումն ըստ Պուտինի չի կարող փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Հայ եւ ռուս ժողովուրդները դարեր շարունակ ունեն բարեկամության եւ առանձնահատուկ հարաբերությունների ամուր կապեր։ Ես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի եւ լավ է նաեւ Ռուսաստանի համար։ Что хорошо для армян, приемлемо и хорошо для России. Պուտինի ձևակերպմամբ Հայաստանի իշխանություններն են պատասխանատու որոշումներ կայացնելու համար։ Делайте так, как вы считаете нужным. Արեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում, ելնելով հայ ժողովրդի շահերից։ Դուք այժմ իշխանության եք, ձեր վրա է դրված որոշումներ ընդունելու պատասխանատվությունը։ Как вы скажете, так и будет. Իդեպ այնտեղ նաև հանրակրվեի պահել կար, հա, որ հանրակրվի արեց։ Շատերին թվում է, որ սա խաղու պար է։ Հունիսի 7-ը կանցնի, վարչապետը կգնա այնտեղ, հարցը կլուծի։ Չէ, վարչապետը չի կարող հունիսի 7-ից հետո հարցը լուծել, պայմանագրային կետերը այդ դեպքում կսառացվեն։ Հայաստանի ուղղակի 4 հոգի քվեակեն դուրս կգցեն։ Պուտինը հայտնել է նաև, որ այդ հարցի շուրջ բաց եւ անկեղծ քննարկում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ես նրան ասել եմ, որ այս հարցով մեր խոսակցությունը կարող է լինել միայն անկեղծ, միայն ազնիվ եւ ամբողջովին բաց։ Այսօր մեկի հետ մյուսը գործնականում համատեղել հնարավոր չէ։ Այդ պատճառով մենք ստիպված կլինենք մեծ հաշվով գրեթե ամբողջությամբ դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող աշխատանքը։ В данном случае с Арменией в сфере экономики, касающейся интеграционных процессов, свернуть. Պուտինի ձևակերպմամբ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում։ Куда это пойдет товар? Ну, скажем, тоже вино. В Испанию, во Францию, в Италию. ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ուր կգնա հայկական գինին։ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա։ Փորձագետների նախնական գնահատականներով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի Հայաստանի համախառն ներքին արդյունքի առնվազն 14% կորստին։ Պուտինի խոսքով եվրոպացի գործընկերները խոստացել են Հայաստանում ներդնել 2.5 միլիարդ եվրո, սակայն այդ ներդրումների իրականացման ժամկետներն ու մեխանիզմներն ըստ Պուտինի դեռ հստակ չեն։ Экономически наиболее... 2.5 միլիարդը միևնույն է, պակաս է 4.9 միլիարդից։ Էլ չենք խոսում ռուսական կապիտալի անուղղակի ներդրումների մասին։ ԵԱՏՄ-ից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի քաղաքացիների համար կարող են փոխվել Ռուսաստանում աշխատելու եւ սոցիալական ծառայություններից օգտվելու պայմանները։ 6 ամիս հետո նրանք այլևս չեն կարող որ Հայաստանում ավտոբուս նստել, վճարել 20,000 կամ 15,000 դրամ ու գնալ Սարատով։ Ստիպված են լինելու վիզայով գնալ Ռուսաստանի դաշնություն, վիզա, այսինքն մուտքի թույլտվություն։ Ռուսաստանում աշխատելու համար պետք կլինի արտոնագիր ձեռք բերել, իսկ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու համար Հայաստանի քաղաքացին պետք է Ռուսաստանում ապրի առնվազն 5 տարի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։